Բարի երեկո, հարգարժան հյուրեր եւ ներկաներ։ Սկսում ենք Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից կազմակերպված սպառողի գնահատական միջոցառումը։ Բարի երեկո։ Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից կազմակերպվել է սպառողի գնահատական միջոցառումը, որի շրջանակներում առաջատար կազմակերպություններին շնորհվեցին մրցանակներ եւ պատվոգրեր։ Այս տարվա մրցանակաբաշխությունը միավորել է Հայաստանի առաջատար բրենդներին, ընդգծելով նրանց ներդրումը շուկայում։ Առաջին մրցանակակիրն է Diamond Intercontinental ռեստորանային համալիրը, որը տարիներ շարունակ հայտնի է որպես Երևանի ամենահիշվող հանդիպումների նրբաճաշակ վայր, առանձնանալով բարձրակարգ սպասարկմամբ եւ յուրահատուկ մթնոլորտով։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է երկրի դեմք ոսկե մեդալակիր, ԵԱՏՄ երկրների դեմք ոսկե մեդալակիր, Diamond Style ընկերության հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը։ Ես այսօր ուզում եմ սրտան շնորհավորեմ սպառողների միջազգային տոնը, մեծ սպառողների, քանի որ պարոն Պողոսյանի ջանքերով մենք սպառողների ասոցիացիայի լավ աշխատանքի շնորհիվ մենք գնահատվում ենք, ինչպես նաև շատ զգոն ենք լինում, որպեսզի չընթարկվենք պարսավանքի, չէ՞։ Շնորհակալություն։ Կեցեք։ Հաջորդ մրցանակակիրը Athենք ընկերությունն է, որը դինամիկ զարգացող եւ սպառողների բարձր վստահությունը վայելող ձեռնարկություն է։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է Athենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Դարբաս ապրանքանիշը նույնպես արժանացավ մրցանակի։ Ընկերությունը հայկական ավանդական լիմոնադների շուկայում առանձնանում է բնական համերով եւ որակյալ արտադրանքով, պահպանելով ազգային ինքնությունը։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է Արսեն եւ Ներսես ընկերության արտահանման գծով պատասխանատու Բագրատ Ղարիբյանը։ Բոլորը թող օրինակ վերցնեն ձեզանից։ Շնորհավոր։ Imex Pro ընկերությունը եւս մրցանակակիրների շարքում է, առաջարկելով բարձրակարգ իրանական արտադրանք, Imex Pro-ն մշտապես հանդես է գալիս նորույթներով։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է Armoil եւ Imex Pro ընկերությունների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին։ Շնորհակալություն մեր բոլոր սպառողներից, նաև Հայաստանի սպառողների ասոցիացիայից այս արժեքավոր եւ պարտավորեցնող մրցանակի համար։ Նաև շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ մաղթում եմ աշխարհում այս խառնաշփոթ ժամանակներում բոլորս ունենանք հաստատուն քայլեր դեպի առաջ, նոր ձեռքբերումներ եւ շարունակական հաջողություններ։ Եվ ի վերջո ցանկանում եմ ողջ աշխարհին վերջապես խաղաղություն։ Շնորհակալություն։ Մրցանակի արժանացավ նաև Երևան City սուպերմարկետների ցանցը, որը շարունակում է մնալ սպառողների սիրելի ընտրությունը, առաջարկելով լայն տեսականի, թարմ արտադրանք եւ բարձրակարգ սպասարկում։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է Երևան City սուպերմարկետների ցանցի ֆինանսական տնօրեն Նարեկ Ֆարմանյանը։ Շնորհավոր։ Բաղրամյանի Ալրաղաց գործարանը արժանացավ մրցանակի։ Ավելի քան 40 տարի ապահովելով շուկան բնական եւ բարձրորակ ալյուրով, ընկերությունը պահպանում է արտադրանքի բարձր չափանիշները։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է Բաղրամյանի Ալրաղաց գործարանի փոխտնօրեն Սահակ Կոզմանյանը։ Հաջորդը Պանինո ընկերությունն է, որն իր արտադրած հրուշակեղենի նուրբ համերով, գեղեցիկ ձևավորմամբ եւ բարձր որակի չափանիշներով առանձնանում է ոլորտում։ Սպառողի գնահատական մրցանակը ստանում է
Պանին ու քեյք ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստինե Բագրատյանը, Eldorado ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար բրենդների կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա, ապահովելով մատչելի գներ եւ վստահելի սպասարկում։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Eldorado ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը։ Ողջույն, շնորհավոր։ Մասիսի գինու եւ կոնյակի գործարան Սիսալկո ընկերությունը, պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները, արտադրում է բարձրորակ ոգելից խմիչքներ եւ արժանանում մրցանակի։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Մասիսի գինու կոնյակի գործարան Սիսալկո ընկերության տնօրեն Լուկաշ Մինասյանը։ Ես նույնպես ընկերության անունից օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի սպառողների ասոցիացիային։ Ուզում եմ նաև հավաստիացնել, որ ընկերությունում անդադ անմիջապես կատարվում են աշխատանքներ որակի բարձրացման եւ Հայաստանի հայկական արտադրանքը միջազգային շուկաներում ավելի ներկայանալի, ճանաչելի դարձնելու համար։ Շնորհակալություն։ Մոդուլ տուն ընկերությունը ներկայացնում է ժամանակակից եւ նորարարական շինարարական լուծումներ, ապահովելով հարմարավետ, որակյալ եւ հուսալի մոդուլային տներ։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Մոդուլ տուն ընկերության տնօրեն Կարեն Քալանթարյանը։ Արամուսի հավկիթը տարիներ շարունակ առաջարկում է բնական բարձրորակ արտադրանք, պահպանելով սպառողների վստահությունը։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Արամուս ընկերության տնօրեն Հրայր Ասլանյանը։ Շնորհակալություն մեր հասարակությանը, սպառողներին, որովհետև ամենաբարձր գնահատականը, որ արտադրողը ստանում է, դա միայն սպառողների կողմից է։ Որովհետև յուրաքանչյուր արտադրանք, երբ որ դու ներկայացնում ես շուկայում, միշտ հարցնում ես, թե քո արտադրանքը ինչ ուրույն տեղ ունի, կամ ինչ պահանջարկ ունի, կամ ինչ գնահատական ունի։ Երբ որ ստանում ես դրական պատասխաններ, նաև շոյող է, նաև հուսադրող է։ Յուրաքանչյուր քրտնաջան աշխատանքի արդյունքը որակյալ արտադրանքն է։ Իսկ ամենակարևորը, որ սա մեր ընտանեկան բիզնեսն է, իսկ երկրի բարոյության եւ հիմնական հիմնակարը հանդիսանում է ընտանիքը։ Շնորհակալություն։ Այգ կաթնամթերքը աչքի է ընկնում բնական եւ համեղ արտադրանքով, արժանանալով սպառողի բարձր գնահատականին։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Այգ Group ընկերության տնօրեն Տիգրան Մկրտչյանը։ Ողջույն, շնորհավոր, ինչ լավ է, էլի երիտասարդ, էլի պատասխանատու պաշտոնում եւ պատասխանատու գործում։ Soft Papyrus ընկերությունը ձևավորում է նոր ստանդարտներ, համադրելով որակը, նորարարությունը եւ սոցիալական պատասխանատվությունը։ Արդյունքում ընկերությունը եւս մրցանակակիր է։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Soft Papyrus ընկերության զարգացման տնօրեն Հասմիկ Մկրտումյանը։ 11 տարի մեր հաջողության հիմքում եղել է նաև այն, որ Soft Papyrus-ը անկոտրում է մնացել իր խոստմանը եւ մշտապես բավարարել է եւ կարելի ասել գերազանցել ենք մեր սպառողների ակնկալիքները։ Եվ եթե մինչև հիմա մեր սպառողը Soft Papyrus-ը ասոցացրել է որակի, հայկական որակի հետ, ապա այսուհետ, ինչպես նաև դուք տեսաք մեր տեսահոլովակում, 2025 թվականին պետք է պատվով նշեմ, որ այս պահի դրությամբ Soft Papyrus-ը այն եզակի կազմակերպությունն է մեր ոլորտում, որ իր գործունեությունը համապատասխանեցրեց միջազգային 3 ստանդարտների պահանջներին։ Շնորհավորում եմ մեր սպառողներին մեզ վստահելու համար։ Կեցեք։ CPS ընկերությունը Հայաստանի վառելիքի շուկայում առաջատարներից է, ապահովելով կայուն եւ բարձրորակ վառելիք ամբողջ Հայաստանում։
Սպարողի գնահատական մրցանակը ստանում է CPS ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդմոնդ Մուրադյանը։ Ճիշտ ճանապարհի վրա։ Ռուբեն Խանութ սրահը շինարարության եւ վերանորոգման ոլորտում հայտնի է իր լայն տեսականիով, բարձր որակով եւ վստահելի համբավով, ինչը դարձնում է ընկերությանը մրցանակի արժանի։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Ռուբեն եւ եղբայրներ ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Գևորգյանը։ Փաուս կենթանիների բժշկական կենտրոնը ապահովում է մասնագիտական բարձր մակարդակի ծառայություններ, արժանանալով կենթանասերների վստահությանը։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Փաուս կենթանիների բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Անայիս Աբեդին։ Ասում կենթանուն Աստվածը ստեղծել է նույնպես, ինչպես որ մեզ։ Ինքն էլ է կարիք ունի բուժման, խնամքի, որը որ դուք ապահովում եք եւ կեցեք, որ անում եք որակով եւ արժանապատվորեն։ Անուշ Ապրանքանիշը հայկական պահածոների շուկայում առանձնանում է բնական բաղադրությամբ եւ բարձրորակ արտադրանքով։ Ընկերությունը եւս մրցանակակիր է։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Arvines ընկերության փոխտնօրեն Հովաննես Գրիգորյանը։ Այսօր մեր համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, այն իրապես մեր կատարած աշխատանքի, մեր թիմային նվիրումի մեծ գնահատականն է, ինչպես նաև այն գաղափարի, որի հիման վրա ստեղծվել է Անուշ Ապրանքանիշը։ Իսկ մեր նպատակը միշտ պարզ է եղել ստեղծել էկոլոգիապես մաքուր, բնական բաղադրիչներով բարձրորակ արտադրանք, որը իհարկե լցնելու է ձեր առօրյա եւ տոնական սեղանները, ինչպես նաև փոխանցելու է հայկական ընտանեկան ջերմության եւ մեր հայկական խոհանոցի իսկական համն ու հոտը։ Այս մրցանակը միայն մերը չէ, այն պատկանում է նաև մեր գործընկերներին եւ իհարկե մեր սպառողներին, որոնք վստահում են մեզ եւ ընտրում են Անուշ Ապրանքանիշը։ Շնորհակալություն։ Կեցեք։ Մրցանակակիր է նաև Energy Labs ընկերությունը, որն առաջարկում է նորարարական լուծումներ արևային էներգետիկայի ոլորտում, նպաստելով կայուն եւ էներգախնայող ապագայի ձևավորմանը։ Սպարողի գնահատական մրցանակը ստանում է Energy Labs ընկերության վաճառքի թիմի ղեկավար Անդրանիկ Մելքոնյանը։ Ողջույն։ Բարեկամներ, ավարտվեց Հայաստանի Սպարողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Սպարողի գնահատական միջոցառումը։ Կրկին շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, ցանկանում նրանց աշխատանքային հաջողություններ եւ ամենայն բարիք։ Հայաստանի Սպառողների ասոցիացիան իր այս նախաձեռնությամբ շարունակում է խրախուսել բարեխիղճ տնտեսվարողներին եւ արժեվորել նրանց ներդրումը սպառողների վստահության ձևավորման գործում։